Այսպիսով, զբոսանքներ։ Ինչ պետք է իմանանք զբոսանքների համատեքստում։ Երբ խոսում ենք փոքրիկ նորածինների մասին, ես կսահմանեի երկու սահման +25 և -15 աստիճան։ Այս կոնկրետ թվային սահմաններում ես խորհուրդ չէի տա դուրս գալ փողոց, որովհետև դա չափազանց սառը է և վտանգավոր նորածին երեխայի համար։ Ավելի մեծ երեխաների համար այդ թվերը կփոխվեն, և որոշ տարիքում նույնիսկ կարելի է դուրս գալ մինչև -25 աստիճանի դեպքում։ Բայց երբ խոսքը նորածին երեխայի մասին է, խնդրում եմ, հենց այս թվերը հիշեք։ Եթե խոսենք հագուստի մասին, ինչը միաժամանակ ամենանախանձախնդիր թեման է, ապա ունենք ոսկե կանոն՝ 1 շերտ ավել, քան ինքներդ եք հագնում։ Այսինքն, եթե մենք օրինակ հագնում ենք ինչ-որ մուշտակ, ապա երեխայի վրա հագցնում ենք նույն մուշտակը և էլի ինչ-որ բան վերևից։ Այսինքն, սա է 1 շերտ ավել կանոնը։ Եթե ձեզ դեռ թվում է, որ երեխային շատ ցուրտ է կամ շատ տաք, երբ խոսում ենք տաք եղանակի մասին, ապա ունենք երկու հիմնական կետ, որոնցով կարելի է ստուգել երեխային ցուրտ է, թե տաք, որովհետև շատ հաճախ ծնողները ճակատագրական սխալ են անում, դիպչելով երեխայի ձեռքերին ու ոտքերին և այդպես փորձելով գնահատել նրա ջերմաստիճանը։ Իրականում դա բոլորովին ճիշտ և իրավաչափ չէ։ Եվ երկու ամենակարևոր տեղերը, որտեղից կարելի է հասկանալ և գնահատել երեխայի ջերմաստիճանը, դա պարանոցի հետևի հատվածն է և կուրծքը։ Ուստի երեխային հագցնում ենք այնպես, ինչպես ես ձեզ ասացի այս տեսանյութի համատեքստում։ Եվ հավելյալ հետևում ենք պարանոցի հետևի հատվածին կրծքին։ Եթե զգացիք, որ շատ տաք է, ինչ-որ բան հանեք, եթե զգացիք, որ մի քիչ սառն է, ապա ինչ-որ բան ավելացրեք և վերջ։ Եվ վստահեցնում եմ ձեզ, այսպիսի մոտեցում օգտագործելով դուք կլինեք 100%-ով հանգիստ ծնողներ։